Ողջույն բարեկամներ, ձեզ հետ My Culinary Versions խոհարարական ալիքն է, շուտով ամանոր է, իսկ ինչ նոր տարի առանց տոնական սեղանների, ինչ են առաջարկում նոր տարվա սեղանների համար, հայկական ավանդական ուտեստներ և ոչ ավանդական, այսինքն ժամանակակից ուտեստներ, նոր տարվա հայկական ավանդական ուտեստներ և ժամանակակից ուտեստներ, հիմա ավանդական հայկական ուտեստներից սկսենք, սրանք ուտեստներ են, որոնք պատմականորեն պատրաստվել են ամանորի սեղանին բարեբախտություն ու առատություն խորհրդանշելու համար, տոլմա, խաղողի տերևով կամ կաղամբով, խաշլամա, հարիսա, ղափամա, դդում բրնձով, չրերով և մեղրով, քյուֆթա, բաստուրմա, սուջուխ, չիր և ընկույզ, գաթա, անուշապուր, քաղցր ապուր, ցորենով և չրերով։ Հիմա նոր տարվա ժամանակակից ուտեստներ։ Այս ուտեստները ավելի շատ են հանդիպում մեր օրերում համաշխարհային խոհանոցների ազդեցությամբ։ Օլիվիե աղցան, ծովամթերքներով աղցաններ, հավի կամ հնդկահավի թխված միս, պիցցա, սուշի, կանապեներ և սառը նախուտեստներ, տորթեր և չիզքեյք, շոկոլադե աղանդերներ։ Ներկայացնում եմ ամանորի սեղանի պատրաստի մենյուն, որը համադրում է հայկական ավանդականն ու ժամանակակիցը, հարմար 6-ից 8 անձի համար։ Սառը նախուտեստներ, բաստուրմա և սուջուխ, տնական պանիր կանաչիներով, չիր և ընկույզ, ձիթապտղի ուտեստներ, աղցաններ, օլիվիե աղցան, դասական, տոլմայով կամ թար բանջարեղենով աղցան, ծովամթերքով աղցան ըստ ցանկության։ Անցնենք տաք ուտեստներին, տոլմա, խաղողի տերևով կամ կաղամբով, խաշլամա կամ թխված հավ, հնդկահավ, քյուֆթա կամ խորոված միս, հաց և խմորեղեն, տնական լավաշ, գաթա, տոլմայի հացիկներ կամ բուլկի, աղանդերներ, ղափամա, տորտ կամ չիզքեյք, մրգային տեսականի, խմիչքներից կարմիր և սպիտակ գինի, շամպայն, կոմպոտ կամ հյութ, թեյ և սուրճ։ Ահա այսպիսի առաջարկություն նոր տարվա սեղանի համար։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք մինչ նոր տարի։